Ձեր պահանջը ո՞րն է այս դատարանի։ Եթե գտնվում ենք այս տարածքում, բնականաբար եկել ենք մեր հարգարժան պարոն Սամվել Կարապետյանին սատարելու, որը արդեն բոլորին է հայտնի, ինչքան երկար ժամանակով գտնվում է ապօրինաբար այս կառույցներում։ Ու չգիտես ինչի, դեռ ոչ մի արդարացի որոշում չեն կարողանում կայացնել։ Մեզ բոլորիս էլ շատ հետաքրքիր է ու անհայտ։ Մի քիչ պարզություն մտցնել այդ գործի մեջ, որ մենք հասկանանք ինչն է պատճառը։ Այն որ ասում են իշխանության զավթման կոչ է արել, ձեզ համար հասկանալի չէ։ Իշխանության զավթման կոչ անձամբ ես չեմ տեսնում, ստեղ գտնվողներից որևիցե մեկը դա չի կարող ժխտել, որ ոչ մեկը չի տեսնում այդ փորձը, որտեղից է երևում, երբ որ մարդն ասում է մեր ձևով, հիմա յուրաքանչյուր մարդ իր խոսակցականում օգտագործում է դա իմ ձևով, քո ձևով, իր ձևով, ինչ է նշանակում դա։ Ինչ հանցանքի վայրում բռնեցին, որոշեցին, որ դա իշխանության զավթում էր, երբ որ մարդը փորձ կաներ իրոք իշխանության զավթում, թող համապատասխան գործողություններ անեին, բայց նման դեպքում դա ապօրինի գործ է, չգիտեմ։ Իսկ դες ինչու իշխանությունը այս քայլին գնաց կալանավորելով Սամվել Կարապետյանին։ Ես չեմ կարող իշխանության փոխարեն խոսել, բայց դա բոլորս էլ ակնհայտ հասկանում ենք, որ ինչ որ, չգիտեմ, կամ անձնական, կամ վրեժխնդրություն, կամ վախի զգացում, ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Հոգևորականներին եկեղեցում պաշտպանել։ Իհարկե, մեր պարոն Սամվել Կարապետյանը 95 թվից մենք գիտենք, որ ինքը եկեղեցու կողքին կանգնած է, միշտ է եղել, բայց այդ թվից ինքը կառուցել է իր հայրենի երկրում Սուրբ Սարգիս եկեղեցին, այդ օրից ինքը ավելի մոտիկա կանգնել եկեղեցու կողքին, ավելի մոտիկա կանգնել հայ ժողովրդի կողքին ու միշտ է եղել այս հզոր բանակը, որ միշտ տեսնում եք, լսում եք Սամվել Կարապետյանի թևերի տակ է։ Իրանք սատարում են, բոլորս ենք սատարում, որտեղ շատ ապօրինի գործողություններ են կատարվում, ու ինքը միշտ եղել է հայ ժողովրդի կողքին, հայ եկեղեցու կողքին, ոնց կարար իր նման հայրենասեր, բարերար մարդը անտարբեր անցներ, չէր կարող, ով էլ անտարբեր անցնում, ուրեմն իր նման հայրենասեր չի եւ ընդհանրապես հայրենասեր չի։ Всё, ուրիշ բան չեմ կարող ասել։